Ինչ տեղեկություններ ունեք այսօր ովքեր են ձերբակալվածները։ Գիտեմ, որ մենակ ձերբակալություններ են տեղի ունեցել։ Տեսեք, դուք ինձնից շատ գիտեք, ես անգամ դա էլ չգիտեի։ Ժորժ ջան, մի հատ բան ասեմ, 2019 թվականից հանրային տարբեր պաշտոններ եմ զբաղեցնում, երևի 10 անգամից ավել եղել է տարբեր ընթացող քրեական գործեր, իրավապահների գործողություններ, հարցեր են տվել, միշտ պատասխանս նույնն է եղել ու չեմ կարծում, որ երբևէ փոխվի։ Ընթացքում քննության գտնվող գործը ենթադրում եմ, որ ինչ-որ գործողություն է կատարվել ու մարդկանց անմեղության կանխավարկածներ հորդորում եմ չխախտել, որտեղ անձը համարվում է մեղավոր, երբ որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Երևի այսքան, ավել բան չասեմ։ Ու որ ասում եք ավելի մանրամասնեք, պետք է իմանամ ինչ-որ բան, որ մանրամասնեմ կամ չմանրամասնեմ։ Քաղաքական ղեկավարը մարդկանց անմեղության կանխավարկածը շատ հաճախ խախտում է։ Քալանջի, մարտասպաններ անվանում մարդկանց, որոնց վերաբերյալ օրինական դատական որոշում։ Ես կարծում եմ, որ նախ վարչապետը բազմիցս ինքը անմեղության կանխավարկածի կարևորության մասին խոսել է եւ ես ընտրողաբար չէի մեջբերի իր խոսքերը, բայց քաղաքական հայտարարություններ, քաղաքական պաշտոնյաները միմյանց մասով ես մտածում եմ մենակ ներսն է այսքան բարձր լսվում, որ խնդրեմ կարող ասեք փակեն խանգարում է ձայնը էլի բանը քաղաքական պաշտոնյաները հաճախ իրար վերաբերյալ քաղաքական սուր հայտարարություններ են անում, բայց մենք այս դեպքում քաղաքական անձանց մասին չենք ես կարծում եմ, որ դա էլ կարա տեղավորվի սուր քաղաքական հայտարարության մեջ, առավել ևս էլի եմ ասում, դա ընդհանուր առմամբ քաղաքական խոսույթն է եւ քաղաքական գործիչները իրար մասին նման բան հնչեցնում են, մի վարքյան ես ավարտեմ, էլի, հիմա ձեր գործընկերն էլ ասեց, ինչ են կոռուպցիոն դեպքերը շատացել, այն պայմաններում, երբ որ չկա դատավճիռ, ուրեմն ինքն էլ խախտեց, դուք էլ եք ուրեմն ամեն օր խախտում, ոչ միայն քաղաքական գործիչները, դա խախտում է, բայց մի վարքյան, դուք ենթադրաբար չեք օգտագործել, ձեր գործընկերը չօգտագործեց, բայց թողեք ավարտեմ։ Տվյալ դեպքում խոսում ենք աշխատակազմի աշխատակիցների մասին, որոնք քաղաքական պաշտոն չեն զբաղեցնում, հետևաբար այն խոսույթը, որ իմ կարծիքով միգուցե տեղին է, միգուցե տեղին չի, բայց առնվազն դա քաղաքական խոսույթի տիրույթում է, իրենց դեպքում ինձ թվում է այդքան էլ պատեհ չի այդ տրամաբանությամբ մոտենել հարցին։ Գրիգորյան, Տիգրան Ավինյանը վախենում է լրագրողներից։ Տիգրան Ավինյանը չէ, լրագրողներից չի վախենում։ Անվտանգության պատ։ Մի հատ բան հարցնեմ, էլի այսքան ժամանակ դուք նման խնդիր ունեք, որ ազգային ժողովում է, չէ՞, ոնց որ այդ օթյակում, որտեղ դուք աշխատում եք, էլի ապակի կա, հայ, ինչի է այնտեղ նորմալ, ստեղ աննորմալ։ Չէ, մտածում եմ հասկանամ, ինչ տարբերություն։ Այսինքն նա որ չէ, ինչ չէ, տեսեք, նախ ես ուզում եմ ասեմ, տեսեք, նախ ես առնվազն ես կարամ իմ մոտեցումը ասեմ, բայց ընդգծում եմ, սա իմ մոտեցումն է, ես նման որոշում չեմ կայացրել, բայց անկեղծ ասած այդ որոշման մեջ ոչ մի զարհուրելի բան չեմ տեսնում, նախ վերադառնամ, ինձ թվում է, որ այն ինչ-որ ի սկզբանե է, ազգային ժողովում միշտ եղել է դա ու բոլորը նորմալ են վերաբերվել, երբեք դա որպես մամուլի ազատության սահմանափակում չի դիտարկվել, բայց դա նորամուծություն է, հիմա մեր մոտ նոր է դրվել, որ ի սկզբանե դրված էր, ինձ թվում է դա խոսալու առարկա չէ լինելու, մի վարքան, Ժողովուրդ ջան, եկեք մի հատ բան պայմանավորվենք, էլի, ես ավարտեմ, դուք կարձագանքեք, այսքան ժամանակ չի եղել, չէ, արձագանքեք, տենց բանի տեղ չդնեմ, եկեք հարգալից շփվենք։ Հասկացա, այս հարցը հասկացել եմ հիմա։ Կոնկրետ այս դեպքում ես օրինակ նկատել եմ, որ երբ որ անցած անգամ ավականու անդամների միջև հրմշտոց սկսվեց, եթե չեմ սխալվում, ավականու անդամներից մեկն էր, որ այդ հատվածով անցում կատարեց դեպի ոնց որ ոչ թե դռնով, այլ այդ հատվածով անցում կատարեց, դա մեկ, երկրորդը եթերը լուսաբան չի եղել, այս բան Արփեջան, կարող է սխալ եմ, շատ բարի, հարցազրույց ընդեղ, չգիտեմ, ես տենց բան եմ հիշում, կարող է սխալ եմ հիշում, կարող է ավականու անդամ չէր։ Հա, հիմա հաջորդը Ժողովուրդ ջան, հիմա տեսեք, նիստը տեսած ձայնագրվում է եւ քաղաքապետը ինչ-որ պահի կարող է որոշում կայացնել, որ նիստը պետք է այլևս չտեսած ձայնագրվի, չպետք է հեռարձակվի, որովհետեւ հեռարձակման իմաստը եկեք բովանդակայինն է, ես հասկանում եմ, որ կարող է ձեր
նյութերի դիտելիության առումով դա հետաքրքիր է, կարող է որոշ քաղաքացիների հետաքրքիր է, թե ոնց են մարդիկ իրար հետ վիճվում, բայց այս նիստերի հեռարձակման իմաստը այն է, որ քաղաքացիները իրազեկված լինեն նրա մասին, թե ինչ է քննարկվում ավականում, ինչ որոշումներ են կայացվում, ինչ տեսակետներ կան բովանդակային։ Այս նիստերը չեն հեռարձակվում նրա համար, որ մեր ժողովուրդը տեսնի, թե ոնց են տարբեր ավականներ ըստից մի վարքան, Ժորժ ջան, այն չընդհատելու պայմանն է, էլի։ Ինչպես են որոշ ավականիներ, իմ կարծիքով ավականու համար ոչ վայել վարքագիծ դրսևորում։ Հետևաբար, երբ որ եթերը դադարեցվում է, եթերը պետք է դադարեցվի, ոչ թե մի հատ լինի քաղաքապետարանի եթեր եւ եւս 12 ձեր եթեր, օրինակ պայմանական թիվ եմ ասում, եւ մեկը դադարեցվի, մյուս 12-ը չդադարեցվի, այլ դադարեցվի բոլորը։ Եվ կարծում եմ նաեւ այդ նպատակով արվել, որպեսզի նաեւ վարակույրը կարողանան մի վարքան։ Չէ, Ժողովուրդ ջան, տեղեկացված լինելու իրավունք, այսինքն եթե ավականու անդամները որոշել են միմյանց ծեծել ավականու դահլիճում, քաղաքապետը որոշում է ուղիղ հեռարձակումը անջատել, բայց չի որոշում, որ քաղաքացին պիտի տեղյակ չլինի իր ընտրած ավականու անդամը։ Շատ բարի։ Կամ օրինակ նույն Նորքի քաղաքապետարանի դեպքում, եթե ուղիղ հեռարձակում չլիներ, լրատվականները ներկայացված չլինեին, երևի այդպես էլ հանրությունը չի իմանար ինչ է տեղի ունենում կամ ինչ արեց Նորքի քաղաքապետը։ Ներողություն եմ խնդրում, բայց կոնկրետ այդ դեպքով հանրությունը այդ դեպքի մասնակիցներից մեկից հանրայնորեն իմացել է մի հեռախոսային խոսակցության մասին, որը հանրային չէր։ Ես հիմա չեմ մեկնաբանում այդ խոսակցությունը, բովանդակությունը պատեհ չէր, բայց առնվազն այն ինչ որ եղել էր վարչական շրջանի ղեկավարի եւ կոնկրետ Արտուր Չախոյանի մասնավոր խոսակցությունը ինքը դա հանրայնացրեց։ Հետևաբար այն որ այդ պահին եթերը անջատվի, բայց ներսում հրմշտոց լինի, այնպես չի որ հանրությունը դրա մասին չի իմանալու, որովհետեւ այդ ներողություն եմ խնդրում, որովհետեւ այդ ավականու անդամները ինչ որ պահի այդ դահլիճից դուրս են գալու, չեն մնալու այնտեղ եւ մեծ սիրով վստահ եմ ձեզ եւ մյուս գործընկերներին պատմելու են, թե ինչ ինչպես օրինակ լինում է ազգային ժողովի դաշնակցությունը նշանակում է մամուլի աշխատողների աշխատանքներ խոչընդոտում։ Շատ բարի, ես չեմ համարում դա խոչընդոտում, ես համարում եմ, որ ընդհանուր առմամբ մեր երկրում եւ դրա մասին իդեպ ազգային ժողովի նախագահն էլ իր վերջին հարցազրույցներից մեկում խոսեց, որ ընդհանուր համապետական ազգային ժողովի եւ կոնկրետ դեպքում ոնց որ այսօր գործընկերներից մեկ ասես քաղաքային պարլամենտի ընդհանուր մարդիկ հիմա վրթովված են եւ այս նիստերը շատ մարդկանց մոտ նայելու ցանկությունը բացակայում է։ Ժողովուրդ ջան, եկեք ճիշտը խոսանք, էլի։ Այսինքն ոչ մեկին մեզ այնտեղ նստած, ես երբ որ նստած այնտեղ նայում եմ, ինձ տհաճա։ Եվ ես պատկերացնում եմ, որ հաստատ ձեր եթերը նայող քաղաքացիներին, մեր եթերը նայող քաղաքացիներին ներողություն եմ խնդրում, հաճելի չի։ Հետևաբար մեր ասածը այն է, որ մենք տեսնում ենք, որ մեր հեռարձակումը նրա մասին է, որ քաղաքացիներին պետք է բովանդակություն մատուցվի, բովանդակային քննարկումներ, քաղաքային որոշումներ, ոչ թե ծեծ կրտուկ, ոչ թե ղալմաղալ, ոչ թե ներողություն եմ խնդրում շուկայի մակարդակի բազար։ Եթե դուք դա ուզում եք լուսաբանեք, խնդրեմ, լուսաբանեք, բայց ոչ կապված քաղաքապետարանի այս դահլիճի հատվածի հետ։ Լուսաբանեք ստեղ, ասուլիս արեք, ճեպազրույց արեք, հրավիրեք հարցազրույցների եւ այլ, բայց մենք ուզում ենք մեր միանշանակ դիրքորոշումը մեր քաղաքացիներին պարզ լինի, որ Ժողովուրդ ջան, մենք կողմ չենք այս բովանդակությանը, ներողություն Շատ բարի, Ժողովուրդ ջան, ես հիմա պետքա երկար դետալների մեջ, ոչ, ես չեմ ասում մենք կռիվանենք, ես ասում եմ, որ ցավոք սրտի, նորից եմ ասում, այսինքն դուք կարծում եք, որ մենք վերահսկում ենք ընդդիմության վարքագիծը, մենք որ դուք մեզնից պահանջում եք, որպեսզի կռիվ չլինի, հիմա ես ստիպված պետք է ասեմ, որ այդ կռիվները ըստ իս հրահրվում են ընդդիմության կողմից եւ այլ, մենք բովանդակային քննարկմանը հակված ենք, լավ, մենք հիմա լավ, դուք ավարտեք, ես ասեմ, շատ բարի, չէ, բանավեճի է վերացվում, չի ցանկանում տեսնել, վստահ եմ, որ չի ցանկանում, իհարկե, ես չեմ կարողանում զուգահեռ լսեմ, հանրությունը պետք է տեսնի, թե ինչպես իշխանություն եւ ընդդիմություն ունի, որոնք բովանդակային հարցերը թողած կարող են ազատություն տալ լեզուներին, բռնություններին եւ արմի այլ մասերի, հետեւաբար հիմա դուք ասում եք, որ մամուլը դա չլուսաբանի ինչի համար։ Ես նորից եմ ասում, այն ինչ որ մեր քաղաքական վարքագծում մենք տեսնում ենք ինչ որ ռեֆլեքսիայի հիմք եւ
ոչ պատշաճ ենք համարում մեր որոշ գործողություններ, 3 գործընկերներից մեկը ավականուն նիստում Նորքի թաղապետարանի հայտնի դեպքով իր գործողությունը կատարեց եւ ինձ թվում է այդքանով կարելի է թեման փակված համարել, բայց երբ որ դուք ասում եք, որ ամբողջ պատասխանատվությունը ինչ որ կատարվում է ավականուն նիստերի դահլիճում իշխանության վրա, արդար չեք, որովհետեւ մենք հակված ենք կառուցողական քննարկմանը, մենք հակված ենք կառուցողական քննարկմանը, բայց կներեք, երբ որ օրինակ Տիկին Փոստանջյանը իրան թույլ է տալիս կանգնի տեղից գոռա, զուգահեռ քաղաքապետին խոսա, մենք հիմա որ այդ մարդուն դուրս հրավիրենք կամ իր նկատմամբ ինչ որ բիրտուշ կիրառվի, ասեն ընդդիմությանը ճնշում են։ Ասում ես մի խոսացեք այդ դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, ներողություն եմ խնդրում, դա քաղաքական ելույթ չի, դա քննադատություն չի, դա ուղղակի տարական դաստիարակության կանոնների չպահպանում է, երբ որ մարդը քո հերթը չի խոսալու, կանգնում գոռում է, լայվ է մտնում, իր նիստին զուգահեռ իր սեփական նիստն է վարում, մենք դա չենք կարող վերահսկենք, մենք դրա համար ասում ենք ժողովուրդ ջան, մենք հակված ենք կառուցողական քննարկման